Վերջում որոշում ստորագրեցինք ներկայացնելու 3 տեխնացուների ցուցակը կառավարություն։ Ես այդ որոշման հետ կապված նաև հատուկ կարծիք ներկայացրեցի, որ այլևս որոշման անբաժանելի մաս է, եւ հատուկ կարծիքում անդրադարձա մասնավորապես Պետրոս Մարտիրոսյանի, ուրեմն Պետրոս Մարտիրոսյանի բարեվարկության գնահատմանը, որտեղ ես Սենց ասեմ, մի քիչ տարաձայնություններ ունեմ խորհրդի մյուս անդամների հետ եւ մեր գնահատականները բավականին տարբերվող էին։ Իմ մոտեցումը այն էր, որ Պետրոս Մարտիրոսյանի բարեվարկությունը այդուհանդերձ այնքան բարձր չի, որքան որ ես կարծում եմ, որ պետք է լինի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի բարեվարկությունը, որովհետև իրականում խոսքը գնում է այնպիսի պաշտոնի մասին, որտեղ ուղղակի անբասիր բարեվարկություն է պետք։ Այսինքն մենք չենք կարող այս պաշտոնի համար նույն չափորոշիչներով կամ նույն սանդղակով նայել, ինչ որ նայում ենք մի շարք այլ պաշտոնների համար բարեվարկությունը։ Եվ այս առումով մասնավորապես 4 խնդիր կար, որ ես արձանագրել եմ իմ հատուկ կարծիքի մեջ։ Մեկը դա այնն է, որ պարոն Մարտիրոսյանը հանդիսանալով ուրեմն տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար, Զանգեզուրի պղմձամոլիբդենային կոմբինատում աշխատողների աշխատանքային պայմաններից դժգոհելու ցույցերի ֆոնին Մոսկվայում մասնակցել է կոմբինատի տնօրենի ծննդյան արարողությանը, ծննդյան այդ party-ին, sense ասած։ Հաջորդն այն է, որ նա տարիներ առաջ հանդիսանալով Լոռվա մարզի դատախազության դատախազ դատարանում քրեական գործով ներկայացրել է Կանեն Կունգուրցևի մեղադրանքը, անտեսելով էական դատավարական խախտումները, որոնք ակնհայտորեն երևում էին եւ կային քրեական գործում, որոնք քննիչի կողմից արված շատ լուրջ խախտումներ էին եւ ի վերջո իհարկե Կունգուրցևը արդարացվեց դատարանի կողմից, դատարանը կայացրեց մի լրացուցիչ որոշում, որոշումը ստեղ իմ ձեռքի տակ է նայել, ճիշտ է, մի քիչ նշումներով, բայց մի շարք դատավարական կոպիտ խախտումներ էր դատարանը արձանագրել եւ ինձ համար մտահոգիչ է, որ պարոն Մարտիրոսյանը լինելով այս գործով դատախազ չէր տեսել կամ տեսել, բայց ոչինչ չէր արել այս ուրեմն խախտումների հետ։ Երրորդը վերաբերվում է նրան, որ ինքը խնայողությունները պահում է կանխիկ, սա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից եւս համարվում է լրացուցիչ ռիսկային հանգամանք, թեև մենք գիտենք, որ շատ պաշտոնյաներ են կանխիկ պահում, բայց նորից մենք չենք կարող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին վերաբերվել այնպես, ինչպես վերաբերում ենք այլ պաշտոնյաներին, ու նաև իմ գնահատականով չի կարողացել պատշաճ հիմնավորի, թե 2017 թվականին ինչպես արդեն ունենալով միայն դատախազի աշխատավարձ, որ այն ժամանակ այդքան էլ բարձր չէր, մեղմ ասած կարողացել է կուտակել 6 միլիոն դրամի խնայողություն։ Նորից 6 միլիոն դրամը դա, չգիտեմ, օլիգարխի հարստություն չի, դա ինչ որ նենց զանգվածային թալանի մասին մեղմ ասած չի խոսում, բայց կրկին մենք խոսում ենք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մասին, որի բարեվարկության մակարդակը պետք է անբասիր լինի։ Եվ վերջինը դա այն է, որ ինքը մտերիմ ընկեր է մի ընտանիքի հետ, որտեղ ընտանիքի մի շարք անդամներ, այդ թվում իր ամինչական ընկերը, մի շարք կանխամտածված հանցագործությունների համար դատապարտվել են նախկինում, իր ընկերը ում անունով օրինակ իր բջջային հեռախոսի համարն է գրանցված նույնիսկ, հա, այդ կարգի մոտիկ ընկերը, եւ ինքը չէր էլ հերքում, որ ընկերն է նախկինում դատապարտվել է կողոպոտի համար, իսկ չգիտեմ, այդ ընտանիքի անդամները նաև ներգրաված են եղել մարտի 1-ին ջարդարություն անողների մեջ։ Այսինքն ըստ էության այն անձանց մեջ, ովքեր որ լեգիտիմ հիմքեր ստեղծեցին մարտի 1-ին արտակարգ դրություն մտցնելու համար, որովհետև մենք հիշում ենք, որ արտակարգ դրություն մտցնելու համար իշխանություններին պետք էր, որ մի քիչ ջարդարարություն արվի, ինչ որ հրկիզումներ արվեն եւ ուրեմն այդ ընտանիքի անդամները ներգրաված են եղել դրա մեջ, ու նաև քաղաքական չեզոքության մասով
մի շարք հայտարարություններ եւ այդ հայտարարությունների բառապաշար, որ պարոն Պետրոս Մարտիրոսյանի ընկերը արել է, օրինակ թուրքական իշխանությանը պահող յուրաքանչյուր ոստիկանի առանձին Թուրքիա արտահայտությունը ինձ համար անընդունելի է եւ ես չեմ պատկերացնում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարող է ունենալ ընկերներ, ովքեր ոստիկանների մասին նման հայտարարություններ են անում։ Ես սա կարողանայի անտեսել, եթե պարոն Մարտիրոսյանը ամեն դեպքում հարցազրույցի ժամանակ գոնե ասեր, որ դատապարտում է այս հայտարարությունը, բայց նման բան ես պարոն Մարտիրոսյանից չլսեցի։ Շատ ոչ մի կերպով պարոն Մարտիրոսյանի արձագանքները չբավարարեցին, մասնավորապես ձեզ։ Չէ, ինձ չբավարարեցին, կային ինչ-որ հարցադրումներ, որոնց մասով պարոն Մարտիրոսյանը արձագանքեց եւ արձագանքները բավարարեցին, դրանք բնականաբար իմ հատուկ կարծիքում չեմ նշել։ Իսկ մյուս տեխնացուների մասով։ Մյուս տեխնացուների մասով որոշ մտահոգություններ կային, օրինակ ուրեմն քննչական կոմիտեի ներկայիս փոխնախագահի մասով մտահոգություններ կային վերջերս կայացրած իր մի դատական որոշման հետ կապված կամ Գևորգ Քոչարյանի մասով մտահոգություններ կային կապված իր ուրեմն վերջին մի տարում կատարած երթևեկության կանոնների խախտումների հետ, որովհետև այդ թվում կատարել է խախտումներ, որոնք որ պատահաբար կատարվող խախտումներից չեն, այսինքն ակնհայտորեն կանխամտածված կատարվող երթևեկության կանոնների խախտումներ են, օրինակ ղեկին ծխելը կամ չգիտեմ արագության սահմանափակումը 27 կմ/ժ-ով խախտելը դա պատահաբար չի արվում, դա կանխամտածված կատարվող երթևեկության կանոնի խախտում է։ Նաև եթե հնարավոր է ուժեղ կողմերը կան, որ կարող եք յուրաքանչյուրի համար առանձնացնել։ Ինչ է։ Ուժեղ կողմերի մասով ես կարող եմ առանձնացնել, որ պարոն ուրեմն պարոն Պետրոս Մարտիրոսյանի մասով իհարկե ուժեղ կողմը դա այն է, որ ինքը ամեն դեպքում բավականին փորձ ունի տեսչական մարմինների հետ աշխատանքի, ճիշտ է, այդ փորձի հետ կապված ես որոշ մտահոգություններ ունեմ, բայց ամեն դեպքում գիտեք փորձը նույնիսկ խնդիրներով փորձը դա փորձ է եւ սա բավական կարեւոր է։